Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 18-ի համար։ Օրը ուրբաթ է, աշխատանքային օր է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 18-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հանդիպում կամ շփում ունեք ձեզ համար շատ հավատարիմ եւ մտերիմ անձնավորության հետ։ Ինչ որ հարցում կարող հուզվել, ինչ որ հարցում կարող նաեւ արտասվել, ինչ որ մի բան է այստեղ կատարվում, հույսով լցված եք կամ կարող հանդիպում եք ձեր ընկերոջ ընկերուհուն, ում հետ որ շատ մոտ եք կամ հարազատ մարդու տեսնում եւ հուզվում արտասվում եք, համենայն դեպս հուզված եք արթնանում կարծես թե եւ հույսով լցված։ Բավականին կտատանվեք, նաեւ ծանրութեթև կանեք ինչ որ հարցեր, ինչ որ գործեր, ոմանք նաեւ գործնական հանդիպում ունեն, գործնական շփում որևիցե մարդու հետ, նաեւ գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը, ոմանք կարող են պարկել, ցերեկը հանգստանալ, ոմանք նաեւ ինտիմ հարաբերություններ ունենալ, նաեւ դա կարող է գաղտնիք հենց կապված է ինտիմ հարաբերությունների հետ։ Եվ ուշադիր եղեք, եթե այդ օրը խմիչք կօգտագործեք, կարող է գլխացավ ունենաք, չկարողանաք, ոնց որ լավ մարսել այդ խմիչքը եւ մի փոքր ձեզ վատը զգալ։ Եվ իհարկե առիթի եք հրավիրված այդ օրը։ Կամ կարող են այդ օրը նոր հրավիրել ձեզ։ Այսքանը ձեզ համար, մեկը մյուսից տարբեր իրադարձություններ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 18-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ գործեր կան, որոնք մնում են, չեք հասցնում ավարտեք, որովհետեւ գաղտնիք կարող է բացահայտվել, ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, նաև հանդիպում ընկերոջը կամ ընկերուհուն, որովհետեւ հարցեր կարող են ձեզ տանջել, տատանվեք, ծանրու թեթև անեք, մտածեք դրա մասին, գցեք, բռնեք, այդպես։ Եվ որովհետեւ տեղեկատվություն կստանաք, նամակ, լուր, ոչ փաթեթ, փաստաթուղթ նույնպես, դուք կարող եք ուղարկել եւ հաջողություն ունեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 18-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք կարող են նաև որևիցե պետական հիմնարկության աշխատողի հետ ինչ-որ հարցեր քննարկել եւ ձեր օգտին ավարտվի յուրաքանչյուր պետական հարցեր։ Եվ այստեղ կարող է ձեզ ընտրեն աշխատանքի հետ կապված հարցերում, ու ինչ-որ մի բան կարող եք անել, ավարտել, շատ լավ, առանց խնդիրների։ Հանկարծակի լուր այդ օրը կարող եք լսել, գումարի մասին կարող եք ինչ-որ մեկի հետ խոսել կամ գումար կծախսեք այդ օրը, նաև ոմանք կարող են սիրահարվել, ոմանք կարող են սիրո խոստովանություն ստանալ, անել, ձեզ սիրված զգաք, որ ինչ-որ հարցերում այստեղ հաղթանակած եք դուրս գալիս, հաջողություն ունեք նաև, ինչ-որ բաներ կան, որոնք որ ձեզ կարող են այնպես անել, որ դուք սրտանց ուրախանաք։ Նաև նորություն կարող եք լսել, հավանականությունը մեծ է, որ հետո վիճում եք ինչ-որ մեկի հետ, իսկ ոմանք էլ կարող է ուղղակի տուն եք մաքրում, կարող է նորությունը կապված է հյուրի հետ, որ պետք է գան։ Ոմանք նաև կարող են պայմանավորվել, ոմանք նաև կարող են ժամադրվել ինչ-որ մարդկանց հետ, սիրելիների հետ, եւ ինչ-որ բան էլ ձեզ օրվա վերջ կարող է երջանկացնել կամ օրվա սկիզբ իհարկե, որը որ կարող է կապված լինել աշխատանքի հետ, կարող է ձեզ են ընտրում եւ կանչում են ձեզ աշխատելու, եթե աշխատանքի եք փնտրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 18-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը որության նորություն կարող եք լսել։ Նաև ինչ որ մի բան է ձեզ ցավ տալիս, չգիտեմ, նորության հետ է կապված թե ինչ որ բաների, երեխաների հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է հղիություն, ծննդաբերություն, հնարավոր է նաև ինչ որ մի բաներ, հա, որ կապված է երեխաների հետ։ Ոմանք կարող են ժամադրվել ինչ որ մարդկանց հետ, ոմանք նաև կարող են պայմանավորվել այդ օրը, որպեսզի հանդիպեք եւ նաև այստեղ գումար կարող եք ծախսել կամ գումարի մասին ինչ որ մեկի հետ խոսել։ Եթե գումար եք ծախսում, մի փոքր ուշադիր եղեք, որովհետև սուտ կա եւ հավանականությունը շատ մեծ է, որ գումարի մեջ կարող են նաև ձեզ խաբել։ Եվ այդ օրը հանդիպում ունեք։ Նաև եւս ցույց է տալիս կարող է երկու տարբեր մարդու եք հանդիպում։ Մեկը հստակ ժամադրված եք, մյուսը կարող եք ուղղակի դրսում ինչ որ մեկին հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 18-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև կարող է ընկերն է զանգարում կամ ընկերուհին, նաև հանդիպում կամ շփում ձեր ընկեր կամ ընկերուհու հետ, նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ որ մեկի հետ, նաև որևէ փաստաթուղթ կարող եք ստանալ, որևէ տեղեկատվություն, որևիցե փաստաթուղթ նույնպես կամ ինչ որ մեկին կարող եք դուք ինքն այդ փաստաթուղթ ուղարկեք, այդպես նամակ
ոչ թե SMS, այլ հենց նամակ։ Եվ ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, կնստեք սեղանի շուրջ ինչ-որ մարդկանց հետ, եւ երեկոյան մի փոքր կարծես թե կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, կամ կարող եք տխրել նաեւ։ Եվ նվերներ, դուք կստանաք կամ դուք կտաք կամ կգնեք ինչ-որ մեկին նվեր, եւ իհարկե այստեղ հյուր դուք եք գնալու կամ արդեն ձեր տուն են գալու, կախված է թե ինչ է, հա, ձերն է, պետք է ձեր տուն գան, թե դուք գնաք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 18-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ գործեր կան, որոնք որ չեք ավարտի, բայց ձեզ կվճարեն։ Միգուցե ինչ-որ բանը կիսատ է մնացել, պետք է վճարեն, որպեսզի էլի նորից անեք, հա, ինչ-որ մի բան է այստեղ։ Եվ ոմանք կարող են շատ աշխատանք ունենալ, ոմանք նաև կարող են հենց պատվեր գրանցել այդ օրը, ոմանք պետական հիմնարկության աշխատողի հետ հանդիպեն, խոսեն, հարցազրույցի կարող եք գնալ, նաև հյուր կունենաք այդ օրը կամ դուք կգնաք գործնական շփում, գործնական խոսակցություն ինչ-որ մարդկանց հետ, նաև ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել կամ ուղղակի ինչ-որ մի բան կարող է ձեզ տխրեցնել, բայց հետո ամեն ինչ կարգավորվում է, ուրախ եք, տրամադրությունը բարձր է լինելու, այդպես այնպես որ երկար չի տևի ինչ-որ տրամադրության անկումը կամ թեկուզ տխրությունը այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին ապրիլի 18-ին։
Հարգելի կշառքներ, այդ օրը որոշ գործեր կարող են մնալ, չեք հասցնում ավարտեք, նաև պետական հիմնարկության հետ կապված որևէ հարցեր ունեք, այդ օրը պետք է լուծեք, կամ դա կարող է լինել հիվանդանոցի հետ կապված, դա կարող է լինել յուրաքանչյուր որևէ հարցի հետ կապված, ինչ որ պետական է, այնտեղ ուսման, հիվանդանոց եւ այլն։ Ոմանք կարող են նաև հիասթափվել ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, ոմանք նաև կարող են տխրել։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, կամ սեղանի շուրջ է ինչ-որ մի բան կատարվելու, կամ չեմ կարող հստակ ասել, ինչ-որ մի բանը ձեզ նեղվում եք ինչ-որ մի բանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 18-ին։ Հարգելի կարիճներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք եւ այլն։ Որոշ գործեր կարող են ձեր ձեռքից գնալ, բաց թողնեք այդ գործերը։ Նաեւ դա կարող է լինել այն ինչ որ մի անկայուն գործ է, որը որ գնում է, չեք անում, չեք ավարտում եւ գնում է դա։ Նաեւ երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ ունեք այդ օրը։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, բայց ուշադիր եղեք, նաև սուտ կա այդ օրը։ Ինչ որ մի բանը սուտ է, ուշադիր եղեք։ Կամ ստի պատճառով է ինչ որ մի բան գնում ձեզանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 18-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք նաև ուղղակի ինչ-որ մարդկանց հետ կարող եք պայմանավորվել, եւ այստեղ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք հեռանալ, բաժանվել, հեսա կարող է հանդիպում եք եւ հրաժեշտ տալիս իրար, ինչ-որ մի կողմի տեղ եք գնում եւ հրաժեշտ եք տալիս իրար, կամ ինչ-որ բան եք գնում, այստեղ ուշադիր եղեք ամենայն դեպս, եթե սիրային ժամադրություն ունեք, այդ դեպքում ինչ-որ բաներ չգնան ձեր կյանքից։ Եվ տանը իրադարձություն ունեք, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք, կամ տան հետ կապված որևիցե հարցեր են, որոնք որ այդ օրը պետք է լուծեք։ Սեղանի շուրջ եք նստելու եւ իհարկե հաջողություն է ձեզ սպասվում որևիցե հարցում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այծեղ ջուրներին ապրիլի 18-ին։ Հարգելի այծեղ ջուրներ, այդ օրը ինչ-որ մարդկանց կարող է ցույց է տալիս, որ հավատարիմ են ձեզ, հավատարմություն կա, որովհետև սուտ էլ կա։ Այսինքն կարող է ճիշտ չի կամ մտածում եք այդ մարդիկ ձեզ հավատարիմ են, բայց սուտ են խոսում։ Դա եւս։ Եվ ինչ-որ մի գործ կարող է գնալ ձեր ձեռքից, հենց կարող է իրենք այնպես անեն, հա, ոնց որ հույսներ դել եք կարող է իրենց վրա, որ ինչ-որ մի բան կարող են անել, բայց չեն անում եւ այդ գործը ձեր ձեռքից գնում է։ Եվ գումար կարող եք ծախսել կամ գումարի մասին ինչ-որ մեկի հետ կարող եք խոսել։ Եվ այստեղ հրավերք որևիցե առիթի, սեղանի շուրջ կնստեք, նվեր կամ դուք կստանաք կամ դուք կտաք նվեր, այդպես։ Այսքանը ինչ որ առիթ է, մեծ առիթից առաջ ինչ որ մի բան է կատարվում։ Այսքանը ձեզ համար։ Նա կարող է ուղղակի բացեք թողնում ձեր ձեռքից ինչ որ մի բան, որովհետև պետք է գնաք առիթի, չեք կարող կիսվել 1000 մասի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 18-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը սուտ կա, ստի պատճառով կարող է ինչ-որ մի բան կանգնած է, ինչ-որ մի բան իրար չի գալիս, ամբողջ այդ ստի պատճառով կարող է նաև լինել, դուք կարող եք գնալ որոշ մի տեղ երկար մնալ, կամ ինչ-որ մի բան դանդաղում է, ինչ-որ մի բան կանգնած է, և սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ կարող է հաղթանակ եք նշում, տոնում, ձեր հաղթանակը կարող է, և ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, այստեղ հույս ունեք, որ ինչ-որ մի գործ ձեր ձեռքից բաց չեք թողնի, կամ հույսով եք, որ կավարտեք, կգնա այդ գործը ձեզանից, կամ հույսով եք, որ բաց չեք թողնի։ Եվ ոմանք կարող են գնալ հիվանդանոց, ոմանք կարող է ուշադիր եղեք նաև ձեր առողջությանը, ովքեր որ միգրեն ունեն եւ այլն այդ պահերով նաեւ կարող եք գնում եք ուղակի կոսմետոլոգի մոտ դեղատուն, սա նաեւ հասարակ դեղատուններ կարող է ցույց տալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 18-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոմանք կարող են ժամադրություն ունենալ, ոմանք ինչ-որ մեկ հետ հանդիպում և ճանապարհ եք գնալու, որպեսզի տվյալ մարդուն հանդիպեք, կարող է ինչ-որ հատուկ ճանապարհ է, որ գնաք այդ մարդուն տեսնեք։ Ձեր ցանկությունները կկատարվեն, երջանիկ կլինեք այդ օրը, որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև նվեր կարող եք ստանալ, կամ դա կարող է լինել ձեզ համար նվեր, եթե ինչ-որ հատուկ նվեր չունեք ստանալու, գումար կարող եք ծախսել, կամ գումարի մասին կարող եք խոսել որոշ մարդկանց հետ, և հանկարծակի լուր կարող եք ստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։